Բարի երեկո, այսօրվա հաղորդումն անվանել ենք հայ-աշուղական երգի նոր վերելք։ Մի քանի րոպեից ինքներդ կհամոզվեք, որ եթե կան ավանդույթներ, որոնք մոռացվել են չդիմանալով ժամանակի քննությանը, ապա այս հրաշալի ավանդույթն այսօր էլ կենսունակ է եւ մի նոր զարթոնք է ապրում ավելի ոգեշնչված պատմելով աշխարհի ու մարդու մասին։ Բարեկամներ, այսօր մեզ վերստին հյուրընկալվել է ավելի քան 3 տասնամյակ մեր ժողովրդին հիացնող հանրային ռադիոյի Սայաթ Նովա աշուղական երգի անսամբլը, գեղարվեստական ղեկավար, Հայաստանի ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Թովմաս Պողոսյան։ Առանց ձեր գեղարվեստական ղեկավարության այսօր դժվար է պատկերացնել Սայաթ Նովա անսամբլը ու նրա հաջողությունները։ Հետաքրքիր է, հանրապետությունում կան աշուղական արվեստի այլ որակյալ մասնագետներ։ Միանշանակ եւ ոչ միայն Երևանում Տիկին Սահանուշը, Աշուղ Սահանուշը Սպիտակի Ջիվանո անվան դպրոցի ղեկավարն է, որ ունի 30 եւ ավելի աշակերտներ։ Ունենք դպրոց Եղեգնաձորում, Ալիկ Ջավախքը ղեկավարում է Ջավախքի Ախալքալակի Ջիվանո դպրոցը 50 աշակերտով։ Մոսկվայում ունենք Սիրանուշ Գալստյանը, մեր նախկին երգչուհին, որ 30 եւ ավելի աշակերտներ ունի եւ սրանց մեջ անշուշտ կան սիրողներ, որոնք մեր վաղվա հույսն են։ Աշուղ Շահանուշը մեր լավագույն կինաշուղներից է, ապրում է Սպիտակում, իսկ երգերն իրենց մեղեդային կառուցվածքով ավելի մոտ են մշո երգերին։ Աշուղ Սահանուշը զբաղվում է նաև մանկավարժական աշխատանքով, ղեկավարում է իր քաղաքի Ջիվանո անվան աշուղական դպրոցը։ Գուլո Յար երգում է Լուսինե Գասպարյանը։ Մունջիկ
սպասես իրտը մի մարի խորոտ յար չոտ սիրունիկ նազուն ես խորոտ յար չոտ սիրունիկ նազուն ես գուլո յար կապել ես ոսկեկ համար գուլո յար կմերն եմ քեզի համար գուլո յար կապել ես ոսկեկ համար գուլո յար կմերն եմ քեզի համար գուլո յար կմերն եմ քեզի համար Բարեկամներ, աշուղներն այն հանրային կերպարներն են, որոնց շնորհվում է նոր աշուղական անուն։ Եվ դա սոսկ անուն չէ, այլ այն առաքելության ստանձնումը, որ նրանք ոչ միայն հավատարիմ են մնալու աշուղական արվեստի կանոններին եւ ավանդույթներին, ոչ միայն պահպանելու են ավանդույթը, այլև ծառայելու են իրենց ժողովրդին, մարդկանց պարգևելով ուրախություն, հույս ու ոգեղեն լիցքեր։ Մերօրյա աշուղների գործն ավելի բարդ է, քան նախկինում։ Եթե երբևէ դեռևս միջնադարում կամ 20-րդ դարասկզբին նրանք մրցակցությունից դուրս էին, որովհետև ասպարեզում միայն իրենք էին, ապա մերօրյա աշուղների գործն ավելի բարդ է։ Նրանց շուրջը տարաբնույթ երաժշտական աղմուկ է, ճաշակների բախումներ, հաճախ նաև չափանիշների կորուստ, արհեստածին խոսքի եւ մեղեդու հորձանք։ Եվ նրանք այս բարդ գեղագիտական միջավայրում պետք է կարողանան ոչ միայն ընդունել մարտահրավերները, այլև հաստատել իրենց արվեստի ուրույն տեղը մեր երաժշտական կյանքում։ Ուրեմն կեցցեն այն մարդիկ, մերօրյա աշուղները։ Եթերում հայ աշուղական երգի նոր վերելքներ, հանրային ռադիոյի Սայաթ Նովա աշուղական երգի անսամբլի հետ կհանդիպենք։